Սպորտանցիների մի մասը զբաղված է առօրյայով, մյուս մասը խաղադաշտում է։ UEFA մասսայական ֆուտբոլի շաբաթը հասավ նաև Տավուշ, կայացավ ՀՖՖ վետերանների գավաթը։ Խաղերին հետևեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ Տիգրան Ղարաբաղցյանը։ Մասսայական սպորտում, սիրողական սպորտում, վետերանների սպորտում մարդիկ պարգևը վճար չեն ուզում, աշխատավարձ չեն ուզում, ինչ որ մեկ ասած 200 կիլոմետր եկել են, 200 կիլոմետր գալիս են, որ իրար այդ ֆուտբոլ խաղան, իրար տեսնեն, ժամանակ անցկացնեն եւ ես դա շատ կարեւորում եմ։ Մասնակցեցին Բերդի, Իջևանի, Ստեփանավանի, Ճամբարակի եւ Թեղենից Ծաղկաձորի վետերանների թիմերը։ Մրցաշարն անցկացվեց շրջանաձև, յուրաքանչյուր հանդիպում 10 րոպե էր 2 խաղակեսով։ Լավ համարա։ Այսօր խաղադաշտում 76 տարեկան մարդ կար, որ խաղում էր, դա ապացույցա, որ ֆուտբոլը սպորտը առողջ ապրելակերպի առաջի գրավականն է եւ մեր երեխաները ովքեր որ այստեղ նայում էին, իհարկե մեր այդ վետերանների խաղալը իրանց մեծ խթան կհանդիսանա, որ ֆուտբոլով զբաղվեն։ Սահանգումներ, սեյվեր, թեժ մրցակցություն եւ իհարկե գոլեր։ Անպարտելի մնաց եւ 12 միավորով չեմպիոնացավ Թեղենից Ծաղկաձորը։ Քանի որ Ծաղկաձորում ֆուտբոլային ակումբ չկար, փորձեցինք ստեղծել Թեղենիս ակումբը։ Հիմա Ծաղկաձոր համայնքում մոտ 120 երեխա Թեղենիս ֆուտբոլային ակումբում, կտրելով իրանց հեռախոսներից, վերել ենք դաշտ ու հույսով եմ, որ տեսնելով մեր խաղը, տեսնելով մեզ, մեր տարիքը, իրանք ավելի քաջալերվում են խաղալու։ 9 միավորով երկրորդ տեղը գրավեց Ճամբարակը, եռյակը եզրափակեց Ստեփանավանը։ Մասնակիցների համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստել էր հատուկ մրցանակներ։ Լավագույն դարպասապահը Նիկալ Հովակիմյանն էր, լավագույն պաշտպանը Կամո Չոբանյանը, կիսապաշտպանը Վանիկ Ղազարյանը, հարձակվողը Դավիթ Կակոյանը։ Մրցաշարի ռմբարկու դարձավ Արսեն Ներսիսյանը, լավագույն մարզիչ ճանաչվեց Արկադի Յամուկյանը։ Արդար խաղ մրցանակին արժանացավ Բերդի հավաքականը։ Պատվոգրով պարգևատրվեց խաղերի մրցավար Կամո Մահտեսյանը։ Մրցաշարը կազմակերպելու համար հատուկ մրցանակ ստացավ նաև Տավուշի մարզում ՀՖՖ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ վետերանները իրենց պատանի եւ երիտասարդ ընկերներին կարող են առաջնորդել նմանատիպ միջոցառումներով, ֆուտբոլը զարգացնելով Հայաստանի Հանրապետությունում եւ այն դարձնելով մասսայական 40 տարեկան, 50 թե 70 էական չէ։ Մասնակիցներն ապացուցեցին, որ տարիքը նրանց համար պարզապես թիվ է։